Մխիթար Աբահայրը եւ նրա տեսլականը հավերժացնող աշակերտները խորագրով ցուցահանդես է բացվել Մխիթարյան ճեմարանում։ Հազվագյուտ գրքեր են ներկայացված, Մխիթարյան միաբանության հրատարակություններ, միաբանների դիմանկարներ, ավելի ճանաչելի դարձնելու Մխիթար Սեբաստացուն, նրա աշակերտներին եւ նրանց անձնվեր աշխատանքը Սուրբ Ղազարի Մխիթարյան վանքում։ Մխիթարապայրը հայոց աշխարհում մեկ քայլել է, ճանաչել է հայ իրականության խնդիրը, ցավը, վիճակը։ Եվ դրա միջոցով է, որ Մխիթարապայրը գիտակցեց, թե ինչ կարիք ունի, ինչ պետք է, որ այս ժողովուրդը ոտքի ելնե։ Այդ դուրս ելնելու խնդրի նպատակներ, որ իրեն մղեց ստեղծելու համար մի վանական կառույց, որը որ հայ եկեղեցու զավակ, ընդհանրական եկեղեցու անդամ լինելով նաև, Մխիթարապայրը ծառայեց հայ ազգին, հայ ազգը ոտքի հանելու համար իր այդ խավարային ճգնաժամի միջից, որպես եկեղեցական, որպես նվիրյալ անձ, իր նպատակը, իր սկիզբը դրվեց Սևանավանքից։ Ցուցադրված գրքերից հնագույնը հենց 18-րդ դարի սկիզբ է թվագրվում, երբ բարդ ու ծանր ժամանակներ էին, պակասել էր հայ գիտական միտքը, փակվում էին ձեռագրական դպրոցները, տպագրությունը թանկ էր, հաճախ անհասանելի, հայ գիրքը տարածելու խնդիր կար։ Այդ ծանր ժամանակներում Մխիթար Սեբաստացին փափագում էր ստեղծել այնպիսի կենտրոն, ուր կծաղկեր հայ միտքը։ Մխիթարապոհոր ստեղծած այս մխիթարյան կառույցը 3 տարի եւ ավելի, որ մինչև օրս շարունակում են։ Մխիթարապոր փնտրածը մեկն էր՝ հայ ազգի ինքնությունը, հայ ազգի այդ աստվածային օրհնված ազգի ով լինելը։ Եվ նրա համար էր, որ ինքը ծառայեց ամբողջովին, լիարժեք։ Մեծադիր կտավում հոգևորական գիտնականի ձեռքին գրիչ է, գրչի տակ գիրք։ Գիրքն էլ Սուրբ Ղազար վանքի գծագրի վրա է, որի հեղինակն էլ է ինքը։ 1749 թվականին նրա մահվանից մի քանի շաբաթ հետո լույս է տեսնում Բարգիրք Հայկազյանը, հայոց լեզվի առաջին բառարանը։ Ասում են, եթե անգամ Մխիթարն այս մեկից բացի այլ գործ արած չլիներ, միևնույն է, դրա շնորհիվ մեծագույն հայերից էր համարվելու։ Ցուցահանդեսում գիտնական, բանաստեղծ, երաժիշտ, մեկնող, բառարանագետ ու լեզվաբան, քարոզիչ, սուրբ գրքով եւ տիրամոր կերպարով ոգեշնչված տաղեր գրող Մխիթար Աբահոր հեղինակած 54 աշխատությունից 6-ն է ցուցադրվել։ Դրանց մեջ է Քրիստոսի վարդապետությանը նվիրված հատորյակը։ Մխիթարապայրը ուզեց, որ իր զավակները, իր աշակերտները զարգանան նաև աստվածաբանության մեջ, գիտության մեջ ու մնացած բոլոր այնինչ, որ ծառայելու էր ազգին, ինքը Մխիթարապայրը եւ Մխիթարապորմը եկող բոլոր ապաները գիտակցել են այդ ամենը եւ թույլ են տվել, որ յուրաքանչյուր մխիթարյան զարգանա ինչ որ մի գիտական ճյուղի մեջ այդ ծառայեցնելու համար ազգին։ Եվ այդպիսով է, որ Մխիթարյան կաճառը ակադեմիան գոյություն ունեցավ, որի հիմնադիրը Մխիթարապայրն է։ Մխիթար Սեբաստացին ուսուցիչ չէր ունեցել, կրթվել էր շրջելով հայոց վանքերի գրադարաններով, բայց ինքը դարձավ մեծագույն ուսուցիչներից մեկը։ Նա համոզված էր, որ գիտության ու գրքերի միջոցով է հնարավոր ժողովրդի հոգևոր վերելքը, դրա համար էլ գիտության մշակներ էր պատրաստում։ Մխիթարապոհոր նախ եւ առաջ օրենքներից մեկը, որ ունենք, իր միաբանության անդամ կարող են լինել միայն հայերը, քանի որ հայն է, որ պիտի հասկանար հայու խնդիրը, հայու ոգին միայն հայն է, որ պիտի կարողանար ունենալ, օտարազգը չպիտի կարողանար միաբանակից լինել, քանի որ Մխիթարապոր նպատակն է հայուն ծառայելը, քանի որ նա կարողացել էր տեսնել արևմտյան աշխարհի մեջ, թե բազմիցս կրոնավորական կառույցներ կան եւ յուրաքանչյուր ունի ուղղություն։ Մեկը գիտական բաժնի մեջ, մեկը հիվանդանոցների բաժնի մեջ, մեկը աղքատների, մեկը համալսարանական եւ այլն։
Մխիթարապոր նպատակն էր հայուն ծառայել իբարս Աստուծո, առաջինը հայուն եւ հետո աշխարհի մարդկության։ Սեբաստացու աշակերտները հայագիտության բոլոր ոլորտներով են զբաղվել։ Ցուցադրության մեջ նրանց աշխատությունների առաջին հրատարակություններն են։ Օրինակ Ավգերյանի լիակատար վարք սրբոցը, անգլերենի առաջին բառարանը, որ կազմել էր նրա եղբայր Հարություն Ավգերյանը, Արսեն Բագրատունու Աստվածաշունչը հունարենի հենքով, հայր Գաբրիել Ավետիքյանի հեղինակած Շարականների բացատրությունը։ 1789 թվականից հետո արդեն սեփական Մխիթարյան տպարանում հրատարակված գրքեր են։ Ճեմարանի փոխտեսուչ հայր Գևորգի ընտրանին է, յուրաքանչյուրի մասին պատմում է մանրամասն։ Երևանում Ավան թաղամասում գտնվող կրթարանում, որտեղ բացվել է ցուցահանդեսը, Մխիթարյան ճեմարանը հարուստ գրադարան ունի։ Սա մեր երկրորդ սրբարանը է։ Երկրորդ սրբարանը։ Գրադարանը հայագիտական գրքերով է հարուստ, հազվագյուտ եզակի հրատարակությունների մեծ հավաքածու կա, նաև էջմիածնական հրատարակություններ։ Այս տարի հոբելյանական է, Սեբաստացու ծննդյան 350-ամյակն է։ Անցյալ տարի Հռոմի կաթոլիկ եկեղեցին սկսել է հայ հոգևորականի սրբադասման գործընթացը։ Մի քանի տարի է, որ գրումը ընթանում է առաջ, բայց այս տարին, քանի որ Մխիթարապոր ծննդյան 350-ամյակն է հոբելյանական այս մեծագույն տարին, խթան է, որ մենք առավել եւս բրբտենք, խորաթափան ձևով ներթափացնենք Մխիթարապոր մեջ, որովհետեւ ճանաչենք ավելի լավ ինքներս մեզ։ Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։